Բուսաբանության տեսանկյունից սմբուկը համարվում է հատապտուղ, այլ լինում է տարբեր գույների՝ սպիտակ, դեղին, կանաչ, նարնջագույն, նույնիսկ գծավոր և բծավոր։ Բարի օր։ Այսօր առաջարկում միասին պատրաստենք բլղուրով և բանջարեղենով լցոնած սմբուկներ։ Կսկսենք հենց սմբուկներից։ Տեղադրում ենք տախտակը։ Սա էլ դանակը, վերցրել եմ 4 սմբուկ, այսպիսի տրուզիկ սմբուկներ։ Հեռացնում ենք կանաչ մասերը, պտղակոթը թողնում ենք վրան։ Եվ կտրում ենք սմբուկը հորիզոնական երկարությամբ, այսպես, հավասար մասերի։ Որից հետո փորում հանում ենք պտղամիսը։ Պտղամիսը։ Նավակի տեսք ենք տալիս սմբուկին, ձև ենք տալիս։ Պատերը շատ բարակ չպահեք, այսինքն մի փոքր պտղամիս թողեք պատերի վրա։ Գործ ենք դնում ջեռոցի տապակը։ Վրան փռում ենք սիլիկոնե գորգ, վերցնենք մի փոքր բուսայուղ, Սլոբոդա ապրանքանիշի, սմբուկի խոռոչները համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, կսում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, յուղելուց հետո սմբուկները շարում ենք սիլիկոնե գորգի վրա, այսպես։ Նույն կերպ մշակում ենք մնացածը։ Նավակները ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը կմիացնեմ 190 աստիճան։ Եվ թողնում ենք սմբուկները թեթև վարդագունելու։ Ինչ ենք անում պտղամսի հետ։ Մանր կտրատում ենք և լցնում թասկի մեջ։ Համեմում ենք աղով, և կողք ենք դնում, անցնենք առաջ,
գործ ենք դնում տապակը։ Սոխ ենք տապակելու, սլոբոդա պրանքանիշի բուսայով կվերցնեմ, արևածաղկի բուսայով։ Վերցնում ենք 2 գլուխ սոխ, կտրատում ենք այն մանր, անմիջապես համեմում ենք մառանիկ ընկերության աղով, շաքարավազով և սոդայով։ Հենց սոխը փափկեց, կավելացնենք 2 բջեղ սխտոր, այսպես դանակի շեղբի տակ ճզմում ենք և մանր կտրատում։ Կտրատում ենք նաև ընկույզը, վերցել է 2 բջեղ սխտոր, 50 գրամ ընկույզ, մյուս բաղադրիչը դա չիլի պղպեղն է, 1 չիլի պղպեղ, կտրատում ենք օղակների և ավելացնում։ Վերադառնանք սմբուկին, պտղա միսը մզում ենք, ազատում ենք ավելորդ հեղուկից և լցնում տապակի մեջ։ Պտղա միսը տապակում ենք այնքան, մինչև սկսի կարմրել։ Սմբուկը կարմրեց, ավելացնում ենք բլղուր։ Ես վերցրել եմ մառանիկ ընկերության խոշոր բլղուր, ջրի տակ, հոսող ջրի տակ լավ լվացել եմ, հետո թողել եմ ջրի մեջ 2 ժամ հասունանա։ Լցնում ենք տակնու վրա ենք անում, որպեսզի բլղուրը իր մեջ առնի առաջացած սոուսը։ Աջ գցենք սմբուկներին։ Այն բավականաչափ եփել է։ Դեռ ուղարկելու ենք ջեռոց։ Թող մնա սառչի, որ խճորենք։ Անցնենք մյուս բաղադրիչին, մյուս բաղադրիչը դա լոլիկն է։ 2 մեծ լոլիկ քերում ենք։
Շատ հարմար է, երբ լոլիկը քերում ենք, կլեպը եւ պտղակոթը մնում է, իսկ պտղամիսը մանր վիճակում հայտնվում է թասի մեջ։ Կառաջարկեմ նաև 2 ճաշի գթալ լոլիկի մածուկ։ Շարունակում ենք համեմել, կհամեմեմ Մարանիկ ընկերության չորացրած ցիտրոնով, հացած սև պղպեղով, չորացրած ռեհանով, եւ կարմիր քաղցր պղպեղով, սա գծունը, սա քաղցրն է։ Այստեղ տաղավարում եղավ առաջարկ թարմ կանաչու, շատ լավ առաջարկ եմ, կառաջարկեմ համեմ, փոքր փունջ համեմ եւ ռեհան, թարմ ռեհան, փաստորեն օգտագործեցի եւ չորացրած ռեհան եւ թարմ։ Ռեհանի միայն տերևները կվերցնեմ։ Մանր կտրատում ենք եւ լցնում խճողակի վրա։ Թարմ կանաչին լցնում ենք եւ դրակը անջատում։ Լցոնում ենք սմբուկները։ Այսպես հերթով վերցնում ենք արդեն սառած սմբուկները, լցոնում եւ վերադարձնում ենք իդ սիլիկոնի գորգի վրա։ Նույն կերպ լցոնում ենք մնացածը։ Մնաց քոնջուտ շախտալ եւ ուղարկել ջեռոց։ Կվերցնեմ Մարանիկ ընկերության քոնջուտը։ Այստեղ գրեթե ամեն ինչ պատրաստ է, այսինքն ամեն ինչ պատրաստ է։ Ուղղակի թողնում ենք մի փոքր համերը խառնվեն եւ վրայի շերտը դառնա թեթև խրթխրթան, կփոխեմ, կդնեմ տուրբո, գրիլ եւ կթողնեմ մոտ 7 րոպե, որից հետո կարելի է մատուցել, կարելի է զարդարել թարմ կանաչու տերևով։ Բլղուրով եւ բանջարեղենով լցոնած սմբուկներ։ Սմբուկը երկարությամբ կտրել, պտղամիսը հանել, խոռոչը համեմել աղով, բուսայուղապատել,
Շարել ջեռոցի նախապես սիլիկոնե գորգ կամ յուղաթուղթ փռած տապակի վրա։ 190 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել։ Խճողակի համար թասի մեջ լցնել սմբուկի մանրացրած պտղամիսը, համեմել աղով, մի կողմ դնել։ Բուսայուղ տաքացնել, մանր կտրատած գլուխսող տապակել, համեմել աղով, շաքարավազով, սոդայով։ Հենց սոխը փափկի, ավելացնել մանր կտրատած սխտոր եւ ընկույզ, օղակաձև կտրատած չիլի պղպեղ։ Սմբուկի պտղամիսը մզել, ավելացնել տապակվող բաղադրիչներին, տապակել մինչև պտղամիսը կարմրի։ Հենց կարմրի, ավելացնել բլղուր, տակնու վրա անել, ավելացնել քերած լոլիկ, լոլիկի մածուկ, համեմել չորացրած սիտրոնով, սև պղպեղով, չորացրած ռեհանով, աղացած կարմիր քաղցր պղպեղով, ավելացնել մանր կտրատած համեմ եւ ռեհան։ Ջեռոցում եփած սմբուկները լցոնել խճողակով, դնել տապակի մեջ։ Վրան քունջուտ շաղ տալ, 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 7 րոպե եփել տուրբո եղանակով։ Մատուցելիս թարմ կանաչի շաղ տալ։ Եվ վերջում առաջարկում եմ վրացական նախուտեստ պատրաստել, որի անունն է փխալի, սպանախով։ Սպանախը մաքրել եմ, վերցնում ենք տապակը, սա դնում ենք գազ օջախին, այսինքն կրակին, սպանախը եւս մեկ անգամ պահում ենք սառը ջրի տակ, թրջում ենք այսինքն եւ տեղադրում տապակի մեջ, ծածկում ենք կափարիչով, թողնում ենք թառամի։ Այդ ընթացքում կպատրաստենք նրա համար սոուս։ Ընկույզ ենք բողում։ Սպանախը 2 կապեր։ Ընկույզը 50 գրամ, վերցնում ենք հավանգը, 2 միջին պճեղ սխտոր ենք գցում հավանգի մեջ, լցնում ենք Մարանիկ ընկերության ծովի աղ, կարելի ասել 3 պտղունց եւ տրորում ենք։ Նախ ծեծում ենք, հետո տրորում։ Վերցնում ենք համեմի փոքր փունջ։ Առանձնացնում ենք ցողունները տերևներից, տերևները կօգտագործենք ավելի ուշ, ցողունները մանրացնում եւ լցնում ենք հավանգի մեջ։ Հավանգի մեջ ենք լցնում նաև ընկույզը և տրորում ենք։ Եվս 1 րոպե և կարելի է հանել սպանախը։ Տրորում ենք։ Փրկենք սպանախը, այն շատ չպետք է եփվի։ Ավելացնում ենք խաղողի քացախ, 1 ճաշի գթալ։ Մածուկի վերածելուց հետո կավելացնենք նաև 1 ճաշի գթալ սառը ջուր։ Դուք գործը արեցիր, ազատ ես։ Ավելացնենք ջուրը։
Կտրատում ենք սպանախը։ Լցնում ենք ապակյա թասի մեջ։ Անմիջապես կարելի է նաև համեմը կտրատել։ Սպանախը լավ չի քամվել։ Քամում ենք, նոր ենք լցնում թասի մեջ։ Վրան լցնում ենք սոուսը և խառնում։ Անմիջապես համեմն է լցնենք։ Վրան լցնում ենք մեկ բուռ նոր, ևս մեկ անգամ խառնում ենք և կարելի է մատուցել։ Սպանախով փխալի։ Սպանախը թրջել, փակ կափարիչով կաթսայում դնել կրակին։ Սոուսի համար հավանգի մեջ լցնել սխտոր, ծովի աղ, ծեծել, տրորել։ Ավելացնել համեմի մանրացրած ցողուն, բոված ընկույզ, տրորել, ավելացնել խաղողի քացախ, մածուկի վերածելուց հետո ավելացնել սառը ջուր, սպանախը քամել, վրան լցնել համեմի մանր կտրատած տերևներ, սոուսը, լավ խառնել, ավելացնել նուռ, խառնել, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հացի շերտեր, կաթ, ձու, հալվող պանիր, լոլիկ, սլոբոդա ապրանքանիշի մթերք և ընտրալատիկ համիգախնիկ դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։